Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, երկուշաբթի առավոտ է, բոլորին ճանապարհել եմ ու ինչպես միշտ վերջինը ես եմ, գնում եմ աշխատանքի, ժամը 7:30 է, բոլորիդ մաղթում եմ լավ աշխատանքային շաբաթ, առանց խոչընդոտների, բարձր տրամադրությամբ, եղանակներն արդեն տաքանում են ու այդ տրամադրողը չնայած մեզ մոտ գիտեք գիշերներն անձրևա, ցերեկները տաքա, երեկոյան ցուրտ է, բայց դե դրա շնորհիվ էլ բնությունը ծաղկունք է ապրում, այդպես սիրելիներս, հիմա գնամ ավտոբուսից չուշանամ, շաբաթվա ընթացքում կրկին կմիանանք։ Ասեք ինչ լավ արև է բացվել, այսօր օրը խոստումնալից է, չնայած մինչև ես դուրս գամ ժամը 7-ին այստեղից նորից մութ է լինելու, արև էլ չի լինելու, հասել եմ տեղ արդեն։ 5 ժամ արդեն աշխատել եմ, գնում եմ ընդմիջման, ահա սա իմ ընդմիջումն է, հնդկաձավար, աղցան ու այսօր ծնունդ ենք նշելու։ Սիրելիներս, առավոտյան ժամը 6-ն է, եկել եմ աշխատավայր, որ այստեղից գնանք դեպի Գրաց, այսօր մեր Գրաց քաղաքում վիրահատությունների օրն է։ Դե ինչ, արդեն ճանապարհ ենք ընկել, լույսն էլ բացվում է, անձրևային է եղանակը, բայց դե դա մեզ չի խանգարում։ Բարի լույս սիրելիներս, ողջույն, սկսում ենք նոր վլոգ ու միգուցե վլոգն արդեն սկսել ենք, ուղղակի ես այսպես մի հատ ձեզ ողջունեմ, այսօր արդեն 5 շաբթի է, շաբաթը շատ արագ է անցնում, 2 շաբթի, 3 շաբթի օրերը ես երկար ժամով եմ աշխատում, իմ ամենածանր օրերն է, երբ առավոտ գնում եմ ու իրիկունը երեկոյան 7-ին նոր վերջացնում եմ, գալիս եմ տուն ամբողջովին սպառված, արդեն մի հատ շատ արագ, եթե իհարկե աղջիկները չեն ստուգել, Զոյկայի դասերն եմ ստուգում, մի քիչ երեխաների հետ եմ զրուցում, եթե բոլորը ժամանակ ունեն, այսինքն դասեր չունեն անելու խաղ ենք խաղում, երբեմն սպասում են ինձ, որ ընտրենք, այսինքն միշտ են սպասում ինձ, որ ընտրենք, բայց խնդրում եմ, որ առանց ինձ ուտեն, որտեղ դա արդեն ինձ համար շատ ուշ է եւ 7-ին վերջացնում եմ, 7:30 նոր տուն ենք հասնում, Վիտոն էլ աշխատանքից գալիս է ժամը 5-ին, բայց չի ուտում, սպասում է ինձ, որ միասին ընտրենք, մի խոսքով 2 շաբթի, 3 շաբթին այդպես անցնում է, մինչև ընտրում ենք, հավաքում ենք, այս կողմ են կողմ էլ ժամանակ չեմ ունենում ոչ մի բանով զբաղվելու, 4-շաբթի օրը գոնե մի քիչ ժամանակ եմ ունենում, բայց 3 մեր համար այն օրներ, որ գնում ենք ուրիշ քաղաք, Գրաց էինք գնացել էլի, վիրահատություններ ունեինք այնտեղ անելու ու հարցնում եք, հարցեր կային, թե ինչ վիրահատություններ է, ինչ եք գնում ուրիշ քաղաք, ուրեմն սիրելիներս, նախ բոլոր ճիշտ ակնաբույժները շատ են Ավստրիայում, ի նկատի ունեմ պրիվատ եւ կասայի հետ աշխատող, ապահովագրության հետ աշխատող, բայց ոչ բոլոր բժիշկներն են, որ կատարում են վիրահատություններ, այսինքն իրենք ստուգումներն անում են, եթե հիվանդին անհրաժեշտ է, ասենք բլեֆաղոթերապիա, բլեֆկոպերի վիրահատություն կամ կատարակտայի վիրահատություն կամ լազեր, այդ ժամանակ իրենք արդեն մենք էլ ենք անում, այսինքն այն պացիենտներին, որոնք չունեն հնարավորություն պրիվատ վճարելու եւ ուզում են ապահովագրությունը վճարի, մենք իրենց համար լրացնում ենք, ուղարկում ենք հիվանդանոց ու հիվանդանոցը իրենց տալիս է համապատասխան տերմինը, բայց այդ տերմինները ինչն է տարբերությունը մեր կատարած վիրահատությունների եւ հիվանդանոցում, մենք ուղարկում ենք, թե որ կարգի է, ինչ ամեն ինչ ուղարկում ենք, պացիենտը չգիտի, թե երբ իր հերթը կհասնի ու մենք էլ չենք կարող որոշել դա, չգիտի, չի կարող ընտրել օրը, չի կարող ընտրել ժամը, բժշկին, ոսպնյակի տեսակը, իհարկե դիոպտրիան նույնն է լինում, բայց տեսակը, ֆիրման, չի կարող որոշել պացիենտը,
դա որոշում է հիվանդանոցը ու կարող է քո հերթը մանավանդ եթե դեռ այդքան անհրաժեշտություն չկա, քո հերթը կարող է հասնի 2 տարի հետո։ Դրա համար ունենք պացիենտներ, որոնք ուզում են, որ իրենք ընտրեն բժշկին, իրենք ընտրեն ոսպնյակի տեսակը, օրը, ժամը, վայրը ու դե այդ դեպքում արդեն ընտրում են պրիվատ բժիշկ, որից մեկն էլ մեր բժիշկն է, բժշկուհին, այսինքն ու դրա համար մենք ստանում ենք առաջարկներ տարբեր հիվանդանոցներից, որ գնանք այնտեղ իրենց պացիենտներին վիրահատենք, ինչու՞ չէ, նաև լինում են, երբ որ իրենք ուզում են, որ մենք, ասենք, ցույց տանք իրենց հետ համագործակցության համար, օրինակ 3 մենք ունեինք մեր պացիենտները, որ ավելի բարդ վիրահատություններ էին, ու մենք իրենց համաձայնությամբ իհարկե ամեն ինչ կարգավորած, շատ հաճելի ճանապարհ, ուտել խմելով, զրուցելով, այսպես գնում ենք, հասնում ենք այնտեղ, մենք կատարում ենք մեր վիրահատությունները մեր թիմով, այսինքն բժիշկն, բժշկուհինը, ես եմ որպես իրեն վիրահատող բուժքույր եւ արդեն ասիստենտ իրենք լինում են այնտեղ, որ համել այսպես փորձի փոխանակում է լինում, այդ բժիշկն էլ է ներկա լինում ու համել ընթացքում մենք վիրահատում ենք իրենց պացիենտներին, որ ասում են այսպես սպասերով, որ ոչ ոք չտուժի, այդպես սիրելիներս ու համել լինում են բժիշկներ, ինչի ենք այդքան հաճախ գնում, կամ բժիշկներ, որոնք օրինակ այսօր ունենք աշխատանք մինչև ժամը 2-ը, 2-ից հետո ունենք հարցազրույց, այսպես մասնագիտական ժողով ու հետո արդեն գործնական ընթրիք։ Իսկ բժիշկներ կան, օրինակ Կլագենֆուրտ քաղաքում 2 ակնաբուժ կա, որ կատարում են պրիվատ վիրահատություններ աչքի, այսինքն պացիենտը ինքն է վճարում, ապահովագրությունը չի վճարում այդ ամեն ինչի համար, ու ես միշտ երանի եմ տալիս, որ գոնե մեր ազգի չնայած չեմ էլ կարող համեմատել, որովհետև իրենք ստանում են այնքան թոշակ, որ կարողանում են իրենց թույլ տալ, ասենք, իրենց 2 ամսվա թոշակը հավաքել ու աչք վիրահատել, բայց մեզ մոտ դա հնարավոր չի 2 ամսվա թոշակով մի հատ կատարախտ վիրահատել, բայց միշտ երանի եմ տալիս, որ մեր մամաները, պապաները, մեր տատիկները, պապիկներն էլ իրենց այնքան սիրեն, ինչքան որ այս եվրոպացիներն են իրենց սիրում, որ իրենք չեն ապրում երեխաների, թոռների, ծոռների համար, իրենք հասցնում են երեխաներն իրենց նպատակին, միշտ իրենց կողքին են, ինչով կարողանում են, բայց առաջին տեղում միշտ իրենք են, ու որ իրենց այդքան միայն այն, որ ասենք այսօր ես 8:30 պետք է այնտեղ լինեմ, գնում եմ, որ բացեմ ու արդեն տեսնում եմ, այսպես իրանք հերթ են կանգնած, երեկվա վիրահատվածները, որ գիտեն, որ ժամը 9-ից են իրենք գալու, մինչև գնամ, միացնենք այդ ամեն ինչը, այնտեղ նայենք թղթերը բան ու իրանք կանգնած, իրանք ինքան շատ են իրենց սիրում, իրանք չեն ուզում ոչ մի վայրկյանը կորցնել, որ իրենց համար, իրենց կյանքը այդքան թանկ է, կուզեի, որ մեր ազգն էլ ոչ միայն երիտասարդ տարիքում իրենց սիրեին, ասենք սիրել այն առումով, որ գնային իրեն խնամքի խնամքը, եղունգները, մի խոսքով, make-up-ը, մազերը կամ ինչի չէ, նաև այդ միջամտությունները, պլաստիկ կամ ոչ թե միայն այդ տարիքում իրենց սիրեին, այսինքն այն տարիքում, երբ որ իրենք չունեն այդ կարիքը, որ իրենք արդեն իսկ գեղեցիկ են, սիր ունեն, պետք չի այդ ավելորդ միջամտությունները անել, այլ իրենց սիրեն այն տարիքում, իրենց խնամեն են տարիքում, որ անհրաժեշտությունը կա, որ շուտ չծերանան, որ երկար ապրեն, իհարկե ես չեմ ասում, որ ծերությունը այնա, որ պետք է գնաս բոտոքսներ անել, որովհետև ամեն տարիքը իր գեղեցկությունն ունի ու եթե մարդ լիարժեք ապրում է իր կյանքը, ամեն օրը լիարժեք ապրել է ու չի փոշմանում իր անցածի համար, այդ մարդը երբեք չի ամաչում իր կնճիռներից ու նույնիսկ հպարտանում է իր դեմքի յուրաքանչյուր ակոսով, որովհետև ինչպես ասվում է, յուրաքանչյուր ակոս, յուրաքանչյուր կնճիռ իր պատմությունն ունի ու պետք է հպարտանանք միայն այդ ամեն ինչով, բայց իհարկե դեմ չեմ ես միջոցներին հանկարծ չքարկոծեք, եթե ունեք այդ ցանկությունը, կարիքը կա իրոք մի փոքր շտկում անել ու քեզ ավելի ինքնավստահ զգալ, այդ տարիքում իհարկե
Իհարկե բան չունեմ ասելու, հա այդպես իրենես ու այսօր լինելու է այդ ժողովը ուրիշ բժիշկների հետ, որ մենք խոսում ենք, պայմաններն ենք քննարկում, ինչ պայմաններով, որ այսինքն երբ որ իրենց պացիենտները ունեն կարիք վիրահատության, ոչ թե ուզում են պրիվատ վիրահատվել, չեն ուզում հիվանդանոցում վիրահատվել, արդեն այսինքն աշխատեն մեր հետ, մեր թիմի հետ աշխատեն, պայմանագիր պետք է կնքվի, մի խոսքով քննարկվելու ենք պայմանները, ծանոթանալու ենք միմյանց հետ ու ժամը 5-ին էլ արդեն պատվիրված ռեստորանում սեղան լինելու է գործնական ընթրիք։ Այնպես որ ինչ եմ ուզում ասեմ, այսօր էլ եմ ուշ գալու տուն ու վաղը չգիտեմ, գոնե տեսնենք, գոնե վաստակենք, վաղը տանը մնանք կամ գոնե 2 ժամ աշխատենք, որովհետև այնպես է վաղը ուրբաթ օրերը ոչ միշտ է, երբ բժիշկը տեղում է լինում ու աշխատում ենք լիարժեք։ Եթե աշխատում ենք, ապա 8-ից 12-ը մինչև։ Այդպես սիրելիներս, ես դուրս կամ որ չուշանամ աշխատանքից, տեսնեմ ընթացքում ոնց կլինի, ինչ կլինի, չեմ խոստանում, որ կնկարեմ ինչ-որ բաներ, բայց տեսնեմ։ Լավ մնացեք, մինչ նորից կհանդիպենք։ Ինչպես տեսնում եք, եղանակն էլի անձրևային է, բայց հույս ունեմ, որ գոնե անձրև չի գա ու ես չեմ թրջվի։ Անձրևանոց էլ չունեմ, չնայած այնտեղից մեքենայով ենք գնալու հանդիպման, ոչինչ, չեմ թրջվի։ Սիրելիներս, ընթրիքը չափազանց լավ անցավ, լավ կերանք խմեցինք, զրուցեցինք ու ժամը 8-ներ արդեն տանն է երեկոյան, սա արդեն ուրբաթ օրն է ու ինչպես հասկացաք գնում ենք աշխատանքի, բայց դե 2.5-3 ժամով կգնամ, շուտ հետ կգամ, որ այսօր մի փոքր միջադեպ է տեղի ունեցել, Անգելինայիս հետ դպրոցում ձեռքն է վնասել ու պետքա գնամ վիտոնել հնարավորինս շուտ գա աշխատանքից, որպեսզի Անգելինային տանենք ռենտգենի։ Սիրելիներս, արդեն հիվանդանոցում ենք, չնայած ձեռքը այնքան էլ լավ տեսք չուներ, բայց բժիշկները մի քանի տեղ զննումներ անցանք, ռենտգեն արեցինք, ճակ, կոտրվածք, ոչ մի բան չկար, միայն հեմատոմա էր ու նշանակումներ արեցին, պետքա մշակենք, անընդհատ կապած մնա բարձր, այդ սառացնող քսուկները քսենք եւ իհարկե չի կարող սպորտի մասնակցել, չնայած որ աջ ձեռքն է, գրավորել չի կարողանալու գրել, բայց ամեն դեպքում երկուշաբթի օրվանից դպրոց կգնա հաստատ։ Բարի շաբաթ առավոտ բոլորիդ սիրելիներս, նախաճաշ ենք պատրաստում, Էլենս այստեղ որոշել է բան պատրաստի, հացով ձվիկներ, ես էլ տնական յուղով, երեկ եմ հալել հատուկ այսօրվա գաթայի համար, գաթա չէ, բաղարջ այդպես, մի հատ պատրաստեմ, թոնրի գաթա այսինքն էլի կլոր, այստեղ յուղն է, հիմա կավելացնեմ ձու, շաքար ավազ, լավ կհարեմ, հետո վանիլին, սոդա ու ալյուր, ուրիշ ոչ մի բան։ Ուրեմն այսպես, այստեղ ինձ մոտ 150 գրամ յուղ է, 150 գրամ, ավել չի կարա լինի, 100-ից 150 գրամ, երկու լավ մեծ ճաշի գտալ ու մնացած հալվածը, ավելացնելու եմ մեկ լավ մեծ բաժակ, 250 գրամանոց էլի սովորական չափի բաժակով շաքար ավազ, վանիլին, փխրեցուցիչ, 3 ձուկ ավելացնեմ ու ընկույզ, կարող եք նաև չորամրգեր ավելացնել, ես այդպես չեմ սիրում, իսկ ես սիրում եմ, երեխաները չեն սիրում, դրա համար չորամրգեր չեմ ավելացնում, միայն ընկույզ կավելացնեմ ու այստեղ էլ աման եմ դրել դեղնուցի համար, դեղնուցի հետ էլ մի քիչ կաթ կխառնենք վրան քսելու համար։ Բաղադրիչները խառնում ենք իրար, պատրաստում ենք ձեռքերին չկպչող, բայց ոչ էլ շատ պինդ խմոր, բացում եմ վրան քսում եմ ձվի դեղնուց, մի փոքր կաթել եմ խառնել հետը, ձևավորում ենք ինչպես ուզում ենք, շարում ենք ընկույզները եւ տեղափոխում ջեռոց, ես 180 աստիճան եմ արել ջեռոցը, դա կախված է ձեր ջեռոցից, իմ էս ներքևի հարկի ջեռոցը մի քիչ ավելի փոքր է, դրա համար 150-ից 180 աստիճանում եմ թխում, որպեսզի շատ շուտ չվառվի եւ հասցնի մեջը եփվի։ Արդեն պատրաստ է, մի փոքր սառելա կտրել եմ, փորձեցի իշխան հումովա, իսկական են թոնրի գաթայի համը գալիս է մեջից,
Շատ փափուկ, ոչ շատ քաղցր, այսպես սուրճս էլ պատրաստվի, սուրճ վայելեմ։ Սիրելիներս, ու ես խենթանում եմ իմ այս շաբաթ օրերի անշտապ առավոտների համար, երբ կարող եմ ուղղակի հանգիստ վայելել սուրճս վայելեցի ու անցել եմ գործի նորից։ Գիտեք, որ մեր ընտանիքում կա ավանդույթ, երբ շաբաթ կամ կիրակի օրը պատրաստում ենք խմորային ինչ-որ բան, հիմնականում աճարական խաչապուրին ա լինում կամ պիցցան։ Այսօր պիցցա ենք պատրաստել, ինչպես գիտեք էլի, մերոնք սիրում են թունաձկով պիցցա եւ մարգարիտա։ Դուրս ենք եկել շաբաթօրյա գնումների, այս անգամ Ալենս ա մեր հետ եկել, քանի որ Ալենը իր ծննդյան նվերը, որ երեխաներից մեկից խաղալիքների այդ խանութի նվեր քարտ էր ստացել, դեռ ոչ մի բան չենք գնել, որոշեցինք իրեն էլ հետներս բերենք, չնայած մինչ այդ Action մտանք, այնտեղից մի քանի բան ունեինք գնելու այգու համար, գնեցինք ու հիմա եկել ենք ու այս խանութ, որ մտնում ես, չես ուզում դուրս գալ, այնքան բան կա, այնքան սիրուն, որ հավեսդ նորից տալիս է փոքրիկ բալիկի, չգիտեմ, շատ սիրուն բաներ կա ու նայում եմ ու ափսոսում եմ, որ արդեն իմ երեխաներն անցել են այս տարիքից, որ կարդում եմ 6-ից բարձրների համար եմ նայում, արդեն այդ բաժինն եմ գնում, մի փոքր տխրում եմ, բայց դե իհարկե հանկարծ ուրիշ բան չմտածեք, սիրելիներս, մենք ապրել ենք, անցել ենք այդ շատ լավ տարիները, վայելել ենք ու ամեն ինչ էլ ունեցել են փառք Աստծո երեխաները, ուղղակի այնքան սիրուն են, այնքան գունեղ են մանկական բաները, որ գրավում են, ու այստեղ հայր ու որդի նայում են, թե ինչեր կարող են գնել այգու համար, Ալենիս համար բասկետբոլի այս հարմարանքն էլ ա պետք, մի խոսքով ամեն դեպքում Ալենը մոնոպոլի ընտրեց նորից։ Հիմա մի հատ արագ գնումներս էլ ցույց տամ, այստեղ այսպես սովորական թղթապանակ ենք գնել, պետք ա մեզ այս պահին, այսպիսի հարմարանք, ուղղակի ուտելիքը փակելու համար, փոքրիկ սինի, այգու համար եմ ամեն ինչը գնել, այստեղ այսպես սիրուն սուրճի համար, իմ ու Ռուզի համար եմ վերցրել, որ սուրճ խմենք այգում, որ դնենք ափսե չօգտագործենք բաժակը եւ կողքը ինչ որ մի քաղցրավենիք, այստեղ այսպիսի շատ սիրուն նախուտեստի համար կամ այսպիսի բաների համար շատ լավն էր, դուրս եկավ վերցրեցի, այսպես փոքրիկ աման, որ ինձ էլի պետք ա, այստեղ արդեն ամանի հեղուկ, տոպրակներ, մի խոսքով այսպիսի բաներ։ Հասել ենք տուն ու երեխեքը միանգամից սկսել են խաղալ, հետաքրքիր է, հավեսա։ Տեսեք ուզում։ Երեխաները չնայած որ տարբեր տարիքի են, բայց այս պահին, բայց շատ լավ խաղում են, Զոյկան էլ ահագին լավ գլուխ է հանում այս խաղից։ Դե քանի որ խելոք խաղում են, ես էլ որոշեցի մի փոքր երես տալ եւ իրենց սիրած համեղ ձողիկներն եմ հյուրասիրում ու իրենք ուտեն, խաղան, ես էլ գնամ իմ գործերին։ Սիրելիներս, լավ մնացեք, լավ եղեք, ձեզ լավ նայեք, կհանդիպենք շատ շուտով։